Վարչապետին միացած և կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից մեկն էլ Նավասարդ Կճոյանն է, որին մեկ անգամ չէ, որ նախկինում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, քննադատելով նրա հարստությունն ու կասկածելի գործարքները։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը դեռ անցած տարվա սեպտեմբերին մերժել է Արարատյան թեմի առաջնորդի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը։ Տեղեկությունը Ազատությանը հայտնել են գլխավոր դատախազությունից։ Արքեպիսկոպոս Կճոյանը 2023 թվականին դատախազություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին, որ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը։ Ազատությունը դատախազությունից հետաքրքրվել էր նաև, թե ինչ ծավալի գույքն է կասկածելի համարվել, այդ հարցին չեն պատասխանել։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ 2020-ից 24 թվականներին գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի գույքի բռնագանձման գործառույթները, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս հարցին։ Այո, վարույթ ունեցել ենք, ժամանակին ներկայացվել է հայցը դատարան եւ եթե չեմ սխալվում, այցելումը մերժվել է դատարան։ Չեմ հիշում պատճառաբանությունը։ Դուք հիմնավոր եք համարում այդ Ես եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել։ Ինչու՞։ Հետևությունները երբ էր դատարանը երբ էր։ Չեմ հիշի, բայց եթե պատասխանում եմ այդ հարցին, վստահաբար այն ժամանակ էր, երբ ես դեռ նախարարությունում չէի։ Ձեր ուսումնասիրությունը ոնց էր սկսվել, եթե կհիշեք որոշ մանրամասներ։ Այսինքն ինչի հիման վրա էր սկսվել։ Ես շատ աղոտ եմ հիշում, բայց այլ հնարավորություն, քան քրեական գործի հիման վրա սկսվելն էր, ենթադրում եմ չէր կարող լինել, որովհետև պաշտոն չի զբաղեցրել երբեք։ Օպերատիվ տվյալների հիման վրա այն ժամանակ դա եւս չէր կարող լինել։ Ուզում եմ հասկանալ հիմա ի վերջո խոսում ենք այսքան կոռուպցիայի մասին, այսօր այն անձը, պաշտոնատար անձը չէ, որը տարիներ շարունակ իմացել ենք, որ իբրև կոռուպցիայի մեջ է, այսօր իր միջոցով եկեղեցի է մաքրվում ըստ էության, իր միջոցով են մաքրում եկեղեցին։ Չգիտեմ ում միջոցով է մաքրվում եկեղեցին, եթե ինչ որ անձանց միջոցով մաքրվում է, ես համակարծիք չեմ այդ դատողության հետ բացարձակ։ Եկեղեցին կարող է մաքրվել միայն քաղաքացիների ցանկությամբ եւ քաղաքացիների միջոցով։